Նախատեսում ենք որպես վարչական իրավահաղթում բոլոր այն դեպքերը, երբ տրանսպորտային միջոցի վարորդը ի սկզբանե վարելու իրավունք չունի, սակայն տրանսպորտային միջոցը վարում է, այս դեպքերի համար ընդհանրապես նախատեսված չեն սանկցիաներ, մենք մի շարք հոդվածներում նախատեսում ենք 200,000 դրամի չափով վարչական տուգանք այսպիսի դեպքերի համար։ Մի շարք հոդվածներում վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի, որոնցով զրկված վիճակում տրանսպորտային միջոց վարելը նախատեսում էր քրեական պատասխանատվություն, այստեղ ավելացվում են նաև վարչական իրավախախտման դիսպոզիցիաներ և սանկցիաներ, որ բացի այն, որ զրկված վիճակում վարորդը տրանսպորտային միջոցը վարել է, այդուհանդերձ կոնկրետ վարչական իրավախախտման համար, այսինքն կարմիր լույս է անցել կամ այլ ինչ-որ վարչական իրավախախտում է կատարել, այս դեպքում նախատեսվում է վարչական տուգանք ևս։